Գաբրիել Շանելը կանանց վրայից հանեց կորսետը, բարեկրթեց սև գույն ու ստեղծեց հեղափոխական օծանելիք։ Այս լեգենդար կնոջ հմայքը նրա գեղեցկության, խելքի ու ֆանտաստիկ բնավորության մեջ էր։ Ուրազատության նկատմամբ սերը համադրված էր միայնության հանդեպ անզուսպ մղման հետ։ Նրան պաշտում եւ ատում էին միաժամանակ, չէ որ հասարակ մի ֆրազով նա կարող էր ոչնչացնել մարդուն։ Իր կյանքում նա միշտ ղեկավարվեց շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա շքեղություն չէ։ Մինչ Կոկո Շանելը սևը համարվում էր սգոգույն ապագա չունի։ Կոկո Շանելի այս հանրահայտ արտահայտությունն արդեն իսկ խոսում է իր մասին։ Իր համար աշխատող քիմիկոսի հետ միասին նա օծանելիքի աշխարհում հեղափոխություն արեց, ստեղծելով ալդեհիդների հիմքով կայուն բույր։ Այն լցված էր քառակուսի շշի մեջ, որն ավելի շատ բնորոշ էր տղամարդկային պարֆյումին, եւ նրա անունն էր Շանել համար 5։ Կոկոն ասում էր, եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի փորձեք խանգարել նրանց աճել, եւ դա ճիշտ է։ Իր կյանքի 87 տարիների ընթացքում մեծն Կոկոն իր անունը տվեց հագուստի մի ամբողջ ոճի, կոստյումի, նորաձևության տան ու օծանելիքներին։